Այսօր մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ։ Ընտրություններին մասնակցում են նաև այնպիսի անձինք, որոնց եկամուտների եւ գույքի օրինական ծագման վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ։ Սա ոչ միայն բարոյական, այլև իրավական եւ պետական անվտանգության հարց է։ Եթե պաշտոնյայի կամ քաղաքական գործչի մոտ հայտնաբերվում են ապօրինի ծագում ունեցող գույքի հիմնավոր կասկած, ապա մինչև դատարանի վերջնական որոշումը նրա մասնակցությունը տեղական եւ համապետական ընտրություններին եւ որևէ պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը պետք է ժամանակավորապես կասեցվի։ Այս առաջարկը չի հակասում անմեղության կանխավարկածին, ընդհակառակը, այն պաշտպանում է հանրային շահը մինչև իրավական գործընթացի ավարտը, իսկ դատարանի վերջնական որոշմամբ ապօրինի գույքի հաստատման դեպքում այդ անձի համար պետք է սահմանվի հստակ իրավական հետևանք պետական պաշտոն զբաղեցնելու եւ ընտրություններին մասնակցելու լիակատար արգելք։ Սա պետության պաշտպանության նվազագույն պահանջ է, որովհետև կոռուպցիոն ռեսուրսով ձևավորված իշխանությունը չի կարող ապահովել արդարություն, մրցակցություն եւ հավասար պայմաններ։ Առաջիկա ընտրությունները պետք է լինեն մաքուր ոչ միայն ձևով, այլև բովանդակությամբ։ Այս պահին ընտրությունը մեկն է՝ մաքուր իշխանություն եւ օրինական պետություն, թե թալանի, կոռուպցիայի եւ անպատժելիության վերադարձ։ Մի թող, որ գողացված փողը որոշի քո ապագան, քվեարկիր մաքուր քաղաքականության օգտին։